Տեսեք, իրականում այս խնդիրը այո, գլոբալ խնդիր է եւ լավագույն կարգավորումներ ըստ էության կամ ստանդարտներ չկան։ Բայց ձեր ասացի մեջ հենց միանգամից նաեւ այն կարգավորումը, որքանով ես հասցրել եմ հասկանամ բավականին բարդ, իրարամերժ բաներ կան։ Առաջինը դուք ասում եք, որքան բարդ է գործընթացը, այնքան պիտի կարգավորումը բարդ լինի։ Սրան այդ ձեր ընդհանուր կանոնը ճիշտ է, բայց սրան վերաբերելի չի, որովհետև ինքը վիրտուալ ծառայությունների ոլորտ է, ապակենտրոն, եւ այստեղ ինչքան դուք բարդացնեք կարգավորումը, այնքան ավելի ստվերային դա կդառնա եւ ավելի քիչ վերահսկելի։ Երկրորդ հարցը վերաբերում ասում եք ինչ կարային անեին, որ հիմա չեն անի։ Հետեւյալը, ուրեմն այո, օրինակ գրանցամատյանի վարում է հենց, այդ բլոկչեյների գրանցամատյան, ապակենտրոն գրանցամատյան, եւ այստեղ օրինակ դուք երբ որ փորձում եք միջամտել, ես չգիտեմ ձեր այդ կարգավորումով ինչքան ձեր ձեռքը կհասնի իրականում, որովհետեւ նորից եմ ասում, հենց իրանց բովանդակությունը զարգացման կարևոր գրավականը նա է, որ այստեղ անանուն փոխանցումներ են եւ այդ ակտիվների, այսպես ասենք, բնույթը անանուն է եւ ամենամեծ գրավականը հենց դա է։ Հիմա դուք ուզում եք այդտեղ մտցնեք ճեղք եւ այդտեղ եք ուզում բերել կարգավորում, հետեւաբար հակադրվում եք իր հիմնական այդ գրավականի հետ կամ շարժառիթի հետ, որ ինքը արագ զարգանում է։ Այսինքն այս հակասությունները ակնհայտ հակասություններ են եւ լավ անդրադարձեք արձագանքին, որովհետեւ պարոն Ռուբինյանի հետ անիմաստ է, ինքը երբ ուզում խախտում է, երբ ուզում է թողում է խախտում են, երբ չի ուզում իմ պարագայում օրինակ չի թողում ավարտեմ գոնե նախադասություն։ Իրավացի եք, շարունակեք։ Տեսեք, ես ցավոք սրտի ձեր երեք կետերից որևէ մեկի չեմ կարող համաձայնվել հերթով ասեմ։ Նախ եւ առաջ, երբ որ խոսում ենք բարձր ռիսկ եւ բարձր կարգավորում, դա կարծում առավել քան ակնհայտ է։ Օրինակ, երբ որ դուք կրիպտոակտիվներով որևէ խորհրդատվություն եք մատուցում ներդրումային, այսինքն մարդկանց ասում եք, գիտես դու սրա մեջ ներդրում արա, սա սենց կառուցվածք ունի, հնարավոր օգուտները սրանք են, սա մի բան է, որ օրինակ առևտրային հարթակ եք, դուք կրիպտոակտիվներով մատուցում, բորսա եք ստեղծում, այդտեղ դուք գործ ունեք տարբեր մարդկանց հաշիվների փողի հետ, եւ այդտեղ մինիմալ հիգիենայի պայմանները պետք է պահպանվեն, դրանք շատ տարբեր կապիտալի պահանջներ են, շատ տարբեր ռիսկեր են։ Երկրորդը, ապակենտրոնացված թե չէ, ես ձեզ երաշխավորում եմ, որ այսօր դաշտում ստեղծված ընկերությունների մեծ մասը կենտրոնացված ծառայություններ են մատուցում, հետո ապակենտրոնացված չի ամեն ինչ, եւ երրորդը ճիշտն ասած ես տարակուսած եմ ոնց կարող է, որ մենք մտածենք, որ անանուն գործարքները Հայաստանի Հանրապետությունում դա նորմալ բան է, որտեղ ամենակարևոր իմաստը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ստերիլ հիգիենայի պայմաններն են, որ անանուն գործարքներ հենց չլինի։ Հայաստանը չպետք է ասոցացվի անանուն գործարքների հետ։ Այո, եթե դա ձեր համար խնդիր է, ապա ուրեմն մենք ունենք իրար հետ հակասություն, մենք անանուն գործարքներ Հայաստանում չենք կարող ունենալ։ Արձագանք։ Իմ համար խնդիր չէ, ընդհանրապես այդ խնդիրը, ես ասում եմ այդ խնդիրը ոնց պետք է լուծվի։ Իրանց հիմնական շարժառիթը, հիմա դուք ինչ-որ ցանկությունների մի հատ շարան եք բերում, ասում եք, հեսա որ այս թղթի վրա գրենք իրականություն կդառնա։ Ասում եմ այդպես չի, աշխարհի փորձն էլ այդպես չի։ Եվ այդ ապակենտրոն պրոցեսները հենց իրանց բնույթն են։ Այդ իմ ցանկությունը չի, հետո ես լիքը կրիպտոարժույթ չունեմ, որ իմի դուք ինձ ստեղից մեղադրում եք, ասում եք վայ անանունությունն է իրանց հիմնական գրավականը, եւ հիմա դուք ասում եք մենք ուզում ենք հենց այդտեղ մտնենք եւ ապակենտրոն։ Դուք ոնց եք օրինակ կարգավորելու են գրանցամատյանի վարումը, որ ասենք այդ մայներները իրականացնում են տարբեր համակարգիչներով, տարբեր մասնակիցներ իրար հետ փոխանցումը անում են եւ այսօր էլ օրինակ Հայաստանում նստած ասենք այդ հաստատում անցնում են առաջ։ Այսինքն դուք ոնց եք պատկերացնում, ես գործնական այդ վերևից իջեք մի հատ ներքև այդ թղթից իրավական կարգավորումից, մի հատ ուզում եմ հասկանամ, այսինքն դա ոնց պետք է դուք անեք, որ մինչև հիմա օրինակ աշխարհին դեռ չի հաջողվել անել եւ ասենք չվնասելով նաեւ այն օբյեկտիվ ընթացքը, ինչը որ աշխարհում կա եւ մենք չենք կարող զերծ մնալ, անկախ ձեր ցանկություններից, ինչքան էլ դրանք բարի լինեն։ Տեսակ չընդհատեցի, պարոն Ավետիսյան, խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Ավետիսյան, նախ եւ առաջ ամբողջ աշխարհում այս հարցը նորմալ կարգավորված է եւ մենք այս հարցին չենք վերաբերում այն տեսանկյունից, որ ինչ-որ մեկին գտնենք եւ պատժենք Հայաստանի Հանրապետությունում։ Հարցը հետեւյալն է. դաշտը ովքեր պետք է բաց լինի այն ընկերությունների համար, ովքեր որ ուզում են այստեղ ծառայություն մատուցել։ Այդ ընկերությունները լիցենզավորվում են, ինչպես այսօր աշխարհի շատ երկրներում, եւ իրենք փաստաթի այդ հիգիենայի պայմանները պահպանում են։ Մասնավորապես կան նաև տեխնոլոգիաներ,
եւ կան նաեւ թափանցիկության գործիքներ, որտեղ որ ըստ էության այդ անանունության հարցը լուծվում է եւ դա հենց ամենակարևոր իմաստն է, որովհետեւ մենք չենք կարող ասոցացվել մի տեղի հետ, որտեղ որ դաշտը ծաղկում է միայն այն պատճառով, որ այդտեղ անանուն գործարքներ կարող են։ Այդտեղ գործիքներ բավական եւ այսօր աշխարհը դա կիրառում է։ Իհարկե ես ձեր հետ համաձայն եմ, որ եթե համատենք տրադիցիոն գործունեության հետ, այդտեղ շատ ավելի բարդ է, բայց գործիքները գոյություն ունեն եւ այսօր աշխարհում կիրառվում են։